Միզաքարային հիվանդությունը ախտորոշելուց երբեմն բժիշկները, հատկապես երիտասարդները չպետք է անգամից հանգստանան, որ ընդամենը գործ ունեն մենակ միզաքարային հիվանդության հետ, որովհետև 50-60%-ից ավել դեպքերում միզային ինֆեկցիային զուգահեռ խնդիրը առկա է լինում։ Էնդոկրին խնդիրներ ունեցող պացիենտներ, այսինքն պացիենտին բուժառուին անպայման պետք է նայել որպես ընդհանուր օրգանիզմ եւ բոլոր օրգան համակարգերին ուշադրություն դարձնել, էնդոկրին համակարգին հատկապես վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներին պետք է ուշադրություն դարձնել, որոնք որ կարող են պատճառ հանդիսանալ քարի առաջացման, այսինքն մենք քարը բուժելով, հեռացնելով հիմնական մենք հետևանքն ենք վերացնում, այլ ոչ թե պատճառը։ Բացի դա նաև արյունամիզություն ունեցող բուժառուների մոտ պետք է ուշադիր լինել զուգահեռ ընթացող ուռուցքային պրոցեսների վերաբերյալ, որը որ եւս խնդիր է, որ այնուհետև չախտորոշենք քարի հեռացնելուց հետո, որ նաև կա միզուղիներում որևիցե հատվածում ուռուցքային պրոցես, որտեղ գրականության տվյալներով գրեթե 30% դեպքերում կարող են զուգորդվել միզաքարային հիվանդություններ եւ միզուղիների որևիցե հատվածի փոփոխաբջջային կամ տափակբջջային քաղցկեղը։